Հիմա ասում են լեգիտիմ է, լեգիտիմ չի, կեղծված է, կեղծված չի, սա թողում եմ մի կողմ, խոսում եմ հստակ արդյունքի մասին, ունենք այն, ինչ ունենք։ Արդյունքը նա է, որ իշխանությունները մնացել են, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է որպես վարչապետ։ Գիտեք, ինչ ոնց որ դեժավյու լինի, 21 թիվը եւ այս ընտրությունները շատ իրար նման են։ Այն ժամանակ էլ էին ասում, որ վերջ կամ հիմա կամ երբեք կամ հիմա մենք կամ էլ ոչ մեկ եւ վերջ, նույնն էլ հիմա էր տեղի ունենում։ Այսինքն ընդդիմությունը որդեգրել էր նույն գործողությունների պլանը, նույնիսկ նույն հռետորաբանությունը, որը 21 թվին էր, որևէ բան չէր փոխվել այդ ամենի մեջ եւ եղավ նույն արդյունքը։ Մարդկանց թվում էր, որ նույն հռետորաբանությամբ, նույն ռազմավարությամբ, լրիվ ամեն ինչը նույնն է, կինոյի ավարտը այս անգամ լինելու է լրիվ այլ։ Բայց գիտեք, եթե նույն կինոն ես նայում, ամեն անգամ ակնկալել, որ այդ կինոյի մեջ վերջում ինչ-որ բան է փոխվելու, հիմնական հերոսը, գլխավոր հերոսը սաղ է մնալու կամ չգիտեմ, հա, ով ոնց նայած ինչ կինո է, ամեն անգամ ասենք դա ակնկալ մի բան է, էլի, որտեղ դու եթե կինո ես նայում, ինքը միշտ նույն ավարտն է, նույն կինոն նույն ավարտն է ունենում։ Այո, շատ ճիշտ եք ասում, որ նշվել էր, որ կյանքում ավան կռիվ է, հայրենիքը փրկության եւ այլն, բայց կներեք, եթե այդպես էր, ինչ որ իրենք հրճակել էին, բա ինչի տեղի չունեցավ այդ կոնսոլիդացիան։ Ինձ թվում է, գերագնահատեցին իրենց հնարավորությունները, շատ ուղիղ ասեմ, գերագնահատեցին իրենց հնարավորությունները 1, չէին տիրապետում հանրային տրամադրություններին 2, եւ երևի չեմ կարող ասեմ քաղաքական ամբիցիաներ կամ անձնական ամբիցիաներ, որ միշտ մենք ունենում ենք քաղաքական դաշտում, որ բոլորը իրենց պատկերացնում են առաջի համար, հա, եւ դրա համար միշտ տեղի չունենում այդ միավորումները, քաղաքական կոնսոլիդացիաները, բայց գիտեք, երբ դու հրճակում ես, որ սա սովորական ընտրություն չի, այլ սա հայրենիքի փրկությունն է, առնվազն կամ դու անկեղծ ես այդ նպատակը հրճակելու ժամանակ, կամ դու ուրեմն հանուն դրա պատրաստ ես քո ամբիցիաները մի փոքր sense հետ դնես, բայց գոնե այս բանը չեմ տեսնում նախադրյալներ ինչ-որ փողոցային իշխանապողության համար ռեալ հնարավորություններ, հա, որ ասենք, այ տեսնում եմ ռեալ հնարավորություն մոտակա ժամանակ փողոցային իշխանապողության առումով այս իրողության մեջ։ Նորից կարող 5 օր հետո բան փոխվի, մենք խոսում ենք այսօրվա իրականության մեջ։ Ես չեմ տեսնում այդ հնարավորությունը եւ այն հանրային պահանջը, որ հիմա մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց եւ փողոցով իշխանապողություն